Արվեստից հեռու չենք գնալու, շարունակելու ենք մնալ արվեստի հետ, արվեստի թեմաներին անդրադառնալով, որովհետև շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել ամսի 5-ին, դեռևս շարունակվելու մինչև ամսի 14-ը սիրելիներս։ Ավելի կոնկրետ, հունիսի 5-ից 14-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կգործի, այսինքն մեկնարկն արդեն տրվել է 80-ականներն այսօր ցուցահանդեսը գրող խորագիրը, հենց այս պայմանին էլ ունենք հրաշալի հնարավորություն խոսելու կարևոր լավ առումով մեղավորների հետ։ Եվ այսպես մեր տաղավարում են Ալիկ Կոստանյանը, գեղանկարիչ, Փանոս Թելեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս, բարի լույս, եւ Աննա Գրիգորյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ եւ համադրող, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մենք էլ ձեզ Ումներ, շնորհակալություն։ Ումներ միտքն ու գաղափարը, որ նման նախաձեռնություն սկսվեց։ Իմը։ Ինչու եւ ինչպես։ Գիտեք ոնց Մանե ջան, ես ընդհանրապես 80-ականների սիրահար եմ իմ էությամբ, որովհետև իմ պատանի տարիները անցել են 80-ականներին եւ բավականին լավ հիշողություններ ունեմ եւ երաժշտությունը 80 մի խոսքով ես սիրում եմ 80-ականները եւ այս գաղափարը եկավ այն այսպես ասած մտահաղացումից, որ 80-ականներին եղել է մի կարևոր բան մեր ազգի մեջ, մեր մտածելակերպի մեջ, մեր ապրելակերպի մեջ, ինչի պահանջը իմ կարծիքով այսօր կա։ Եվ ես որոշեցի, որ արվեստի միջոցով, արվեստի լեզվով այդ հիշեցնել մարդկանց, գուցե հանդիսատեսին, ով կգա այցելուին, թե ինչ լավ բաներ կային, չնայած ամենամեծ դժվարություններին եւ երկրաշարժն է եղել։ Ուզում եմ ասել, ինչքան էլ լավ հիշողություններ կան թե նորաձևության առումով, երաժշտության, շփման, արժեքների, բայց եւ նաեւ շատ այսպես հակասական տարիներ էին։ Բայց դրա այդ մեկտեղ այդ լավատեսությունը, միախմբվածությունը, միմյանց օգնելը, շփումը ամեն ինչ հաղթահարում էր եւ այդ իմ կարծիքով այդ տեսակետից կարիք կա այդ ամեն ինչը վերհիշել։ Հրաշալի, եւ հիմնականում ինչ ստեղծագործություններ որոշվեցին, որ պետք է ցուցադրվի, որ ուղղություններին անդրադարձակ, բոլոր թե հստակ մի քանի ճյուղեր կան։ Օրինակ Ալիկ Կոստանյան եւ այլ ժամանակակից արվեստագետներին, նույնպես շատ երիտասարդ, բավական, որպեսզի կամուրջը լինի, երկխոսությունը լինի 80-ականների կարկառուն ներկայացուցիչների հետ, բայց այն արվեստագետներն են ընտրված ժամանակակից, որոնք հայացք են նետել դեպի 80-ականներ։ Այսինքն իրենց տեսլականն այն ինչ-որ արվեստի մեջ է, օրինակ Ալիկը շատ հետաքրքիր աշխատանք ունի, Kinder սուրպրիզների մեջ, հիշում եք, մենք սենց 80-ականներ վերջին սենց փոքրիկ կենթանիներ կային, կոկորդիլոսներ եւ այլն, այդպես, հա, օրինակ տենց շատ գեղեցիկ նկար ունի, մարդիկ գալիս են հիշում են, թե ինչպես էին իրենք հավաքում, օրինակ այդ Kinder-ները։ Վայ, հավաքորդներ էինք բոլորի տանը երևի մի անկյունում փոքրիկ տուփով դեռ կան մնացած, բայց ուզում եմ հասկանալ այս աշխատանքները ծնվել են հատուկ ցուցադրության համար, թե դուք նույնպես հետաքրքրված եք 80-ականներով։ Ցուցադրությանը պատրաստվելիս, այսպես կարող եմ ասել, հենց կոչվում է շարքը տրիպտիխ աշխատանքը, եռանկար աշխատանքը 1979 ուրեմն աշխատանքա կոչվում է դասը։ Որոշները հատուկ են արել, ինստալյացիաներ են արել, մի հատ հոյակապ պիոներ ունենք, շատ հետաքրքիր ինստալյացիա կարող եք տեսնել, բայց նաև դրա այդ մեկտեղ որոշները հենց ունեցել են արդեն տեն ստեղծագործություններ եւ այս ես ընտրել եմ ըստ դրա։ Եվ իհարկե ցուցադրվում են մեր 80-ականների մոտավորապես քանի հեղինակների եւ քանի ստեղծագործություն 40 հեղինակ, 100-ից ավել ստեղծագործություն, մեր թիմը իհարկե 5 հոգանոց համադրեց այդ ամենը, անհավատալի էր որ ստացվեց։ Ես չէի հավատում։ Ինչքան ժամանակվա աշխատանք է դա։ Դե 3 ամիս։ Երբ անցեք պատրաստվել եք։ 3 ամիս, բայց միևնույնն է, գիտեք, պատերին կախելը նույնը չի, ինչ դու հավաքես։ Ինչ խոսք։ Դու երբևիցե չգիտես, թե հիմա ոնց ես ամեն ինչ իրար կողք ներկայացնելու, որտեղ բոլոր ժանրերը ներկայացված են, եւ սյուրռեալիզմ, եւ աբստրակցիոնիզմ, եւ իմպրեսիոնիզմ, ինչ եւ պոպ արտ, այսինքն շատ տարբեր արվեստ է, եւ դժվար էր համադրելը բավականին, բայց քանի մեր ցուցահանդեսը ոչ թե այսպես ասեմ ինքը թանգարանային ցուցադրություն չի, այդ մոտիկ այսպես ասած էքսպոզիցիա թույլատրելի է, հա։ Հրաշալի։ Քանի որ արդեն ամսի 5-ից բաց են դռները այն մարդկանց համար, որոնք ուզում էին տեղափոխվել 80-ականներ եւ ունեն կապ ուղիղ արվեստի հետ, ինչպիսին էր արձագանքը նրանց կողմից։ Երևի Ալիկ դու լսած կլինես ջուր արձագանքներ։ Արձագանքը
լավ արձագանքներ ունեն այս աշխատանքի մասին էր խոսքը, հատկապես երեխաները կամ այն խաղալիքներից, հատկապես երեխաները միանգամից դրան մոտից վազելով առաջ են գալիս, իրանց կանչում է այդ Էսա պիոներն էլ տեսեք խաղալիքների նկարը, արձագանքները լավն են, հետաքրքիր են, դեռ օրեր ունենք առջևում։ Արդյոք կարողանում են ճիշտ ընկալ են ամեն դեպքում։ Հասկանում են նոր սերունդ է, այս ամենը 80-ականներ։ Նոր սերունդը կարծում եմ ճիշտ ընկալում է։ Չնայած մեր սերունդն էլ շատ աղոտ ենք մենք, մի քիչ ինձ էլ է հետաքրքիր նաև ձեր պատկերացում 80-ականների մասին։ Աննան գուցե ավելի լավ հենց ապրել է, իհարկե, հենց մեջի մարդ կարելի ասել եղել, բայց մենք այսպես հիմնականը աղոտ մի քիչ մշուշոտ ենք հիշում։ Դուք ո՞ր թվականից։ Ես 80-ների հենց վերջն եմ ծնվել։ Մանեն ընդհանրապես չգիտեմ։ Ես 90-ների վերջն եմ։ 80-ականների դեռ երկնքում ա եղել։ Իսկ դու ալի 90-ականների 90-ականներ, հա։ Ընկալում են ու Աննայի հետ պատրաստվելիս ցուցահանդեսին Աննան ասաց, որ ուզում եմ նաև քանի որ դասավանդում եմ Թերլեմեզյանի քոլեջում, ասաց ուզում եմ ուսանողների ցուցադրենք եւ մեր մոտ Թերլեմեզյան մեծ վերջում ցուցադրություն ունեցանք կոլաժների, Աննային առաջարկեցին Արեգի եւ Լեոյի աշխատանքները, արված չէր հատուկ մեր ցուցադրության համար, 80-ականներն այսօր ցուցադրության համար, բայց շատ լավ էքսպոզիցիայում տեղ գտան Արեգի մեր ուսանողների աշխատանքները։ Որովհետև այդ հին թերթերից, ֆոտոներից, տարբեր տենց ամսագրերից իրենք շատ հետաքրքիր կոլաժներ են անում, երիտասարդ քանի տարի 21 չկան 20, հա 20 չկան, բայց իրանք հետաքրքրված են այդ ամեն ինչով։ Եվ պատկերացեք մենք մի հատ sense փոքրիկ տաղավար ունենք, որի վրա դրված են հին տարբեր մուրզիլ, չգիտեմ, կռակաձիլ, պլակատներ, տարբեր տենց 80-ականների ռարիցետ ռետրո ապրանքներ են, այսպես ասած, եւ շատ երիտասարդներ կամ պարզվում է, ես չգիտի դրա մասին, որ երկրպագուներ են, ֆանատներ են, գալիս են ուղղակի ամենին այդ սկավառակները եւ այլն, ես չէի պատկերացնում նույնիսկ, որ տենց հետաքրքրություն կլինի։ Շփվելով երիտասարդների հետ, ո՞րն է գաղտնիքը, որ մեծ մասամբ սերունդը գնալով արագ է ռիթմը դառնում, նորագույն տեխնոլոգիաներ, զարգացում եւ այլն, բայց միևնույն է ավելի շատ կապված են 90-ականների, 80-ականների հետ, եւ երբ լսում են օրինակ 90-ականներին վերաբերվող ինչ-որ միջոցառում է կամ ցուցադրություն նույն 80-ականների, ավելի մեծ հետաքրքրությամբ են գնում, որպեսզի տեսնեն, թե ինչպիսին է եղել անցյալը։ Ես իմ կարծիքը ասեմ, ալիքներ երևի որպես տեսեք, օրինակ ես ցուցադրում եմ շատ, օրինակ Աստված առաջ ավելի երկար կյանք կան արվեստագետներ, որոնք 80-ականների աստղեր են եւ մինչեւ այսօր ստեղծագործում են 80 անց են, սակայն լի են էներգիայով, օրինակ Նոնա Գաբրիելյանը կամ Ադա Գաբրիելյանը կամ Վլադիմիր Աբրոյանը եւ այլն։ Եվ նրանք հոգով շատ երիտասարդ են։ Եվ ես կարծում եմ, որ արվեստի մեջ կամ ինչ-որ ուժ, որը տարիք չունի։ Եվ երիտասարդ թե մեծ կապ չունի, իրենք որ գալիս են կապ չունի 90-ականը, 80-ականը, եթե կա այդ ոգին, որը տարիք չունի, յուրաքանչյուր մարդու այդ ոգին միավորում է։ Հիմա կարևոր չի, որ ես ձեզնից մի քիչ մեծ եմ, մի քիչ ես։ Միևնույնն է կան բաներ, որ մեզ միավորում են, եւ պիտի անպայման այդպես լինի։ Եվ ժառանգական ուժը մեր ազգի երբևիցե չի կարելի մոռանալ։ Մենք տենց ժողովուրդ ենք, մենք ավանդույթի ժողովուրդ ենք, մենք սովորույթների ժողովուրդ, որոշ չափով կոնսերվատիվ ենք, դա դժվարացնում է հաճախ մեր կյանքը, սակայն մեկ է, այդ ժառանգական ուժը մեզ պահում է եւ մեր արմատները մեզ պահում են, դա շատ կարեւոր է, եւ ես այնպիսի անձնավորություն չեմ, որ հայացքը միշտ անցյալում է, ոչ։ Ես շատ օպտիմիստ, առաջ նայող մարդ եմ, բայց անցյալն էլ պետք է անպայման լինի որպես մարդու, այսպես ասած, հիմքը, որ նա կարողանա շարժվի առաջ, դրա համար շատ կարևոր է, բայց վատ դեպքեր եմ լինում։ Օրինակ մի աղջիկ էր եկել, պատմեմ, չեմ կարող չպատմել։ Ասում եմ, տեսեք, ես իմ նկարն է հեռախոսի վրա ցույց տալիս։ Երիտասարդ աղջիկ ասում, հա, շատ լավ նկար է։ Բա այնց լավ սիրուն ստեղ կախել է, կա ու այն մի տե տեղավորեք։ Ասում եմ բալիկ ջան, բայց ինչի՞ չեք տեղավոր այդ աղջիկը։ Ահա, ստացվում է ես եմ խոզը։ Ասում եմ, բայց բալես, ախր ստեղ կոնկրետ թեմա կա, ինչի՞ ես, ասում եմ, հա, ասում եմ, հա, գիտես, այս նկարիչներին ճանաչում, չէ, ինչ կարևոր է, ասում եմ, ինքն էլ է սիրուն։ Մարդուն ընդամենը մի անկյուն էր պետք, ինչի՞ մի փոքր անկյուն չեք հասկանում։ Ուզում եմ ասեմ, տենց էլ, այդ էլ ավ, այդ այնա ինչ որ դուք եք ասում, որ դիմանկարը չի վերել իր։ Հա, այդ ինձ մեկ-մեկ վախեցնում է, որովհետև
գուցե դու մտել ես ցուցասրահի դռնով ներս, գուցե փորձիր մի հատ հասկանաս ինչ ցուցահանդես ես եկել տեսնել, հա, ոչ թե միանգամից մտածել, որ քո նկարը հավասար է Ռուբեն Ղևոնդյանին կամ Գանե Խաչատրյանին կամ Սեյան Ղատլամյանին, մի հատ ուղակի հետաքրքրվի։ Ու ինչ լավ է, որ մենք ունենք նման հնարավորություն, թեկուզ հենց մեր տաղավարի շնորհիվ մարդկանց հետ կիսվել, թե ինչ ցուցահանդես է սպասվում, ովքեր են հեղինակները, ինչ ստեղծագործություններ են այնտեղ գտել, թեման ինչի մասն է առհասարակ, տեղեկացված լինելը շատ կարևոր է։ Մենք էլ բարբերաբար խորհուրդ ենք տալիս, որպես մարդիկ ավելի մոտ լինեն մշակույթին։ Ուզում ասեմ ձեզ շատ շնորհակալություն։ Ամսի 5-ից 14-ը Սելիներես Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունենալու 80-ականներն այսօր խորագիրը գրող ցուցահանդեսը բաց չթողնեք։ Եթե բան եք ավելացնելու, սիրով նաև ձեզ կլսենք։ Սիրով կհրավիրենք ձեզ մինչև ամսի 14-ը։ Շնորհակալ ենք։ Ես կարելի է շատ ընկերներիս, նկարիչների չեմ հասցրել հրավիրել, որովհետև շատ զբաղված եմ եղել սիրելիներս, այն Պոլե Չուդեսուն ոնց որ մի նեղացեք, խնդրում եմ, ես բոլորիդ հրավիրում եմ, համեցեք եւ ձեզ էլ ենք շատ սպասում եւ մեր հանդիսատեսին, որովհետև կարծում եմ շատ անսպասելի ցուցադրություն է, բոլորը իրենց համար ամեն մեկը մի բան կգտնի ու կբացահայտի։ Շնորհակալ եմ։ Եվ հատուկ շնորհակալություն բոլոր երիտասարդ եւ ժամանակակից արվեստագետներին, որ ռիսկը վերցրեցին եւ մասնակցեցին եւ հոյակապ նայվում են մեր վարպետների կողքին, դա էլ ավելի հաճելի է։ Կեցեք դուք ձեզ միշտ ստեղծագործական եռանդ ու ջեղ, որ միշտ կարողանաք ստեղծագործեք։ Շնորհակալություն ձեզ, լավ որ շարունակություն եք մաղթում, իսկ մենք ունենանք այսպես երաժշտական դադար, որից հետո կվերադառնանք ու պետք է արդեն ձեզ հրաժեշտանք։